Ողջույն։ Հա։ Ուզում եմ ասես, թե հաղթանակը քեզ համար ինչ համ ունի։ Խառը համ ունի, ինքը ամեն ինչի համ ունի։ Համ համավությունը, համ տեսակեն սենց ուժեղությունը։ Իսկ հաղթանակն է ավելի քաղցրավ, թե շաքարը։ Միանգամից հասկանալի է, որ իհարկե հաղթանակը։ Ոնց է Արեգակի լույսը ինքը ամենա ուժեղն է ու իրան ֆիզիկապես հնարավոր չի հաղթել, որովհետև ինքը շատ ուժեղ լույս է տալիս, իսկ այդ լամպեր, լույսերը իրանք արհեստական են։ Հիմա նույնը է, արևը ինքը առողջ սնունդն է, իսկ այն մնացած արհեստականները շաքարներն են։ Ավետ այսօր հաղթել է, փառահեղ է հաղթել, ու ուզում եմ, որ ասես, հաղթանակի ճանապարհը դժվար էր։ Մինչև խաղը բարդ էր, բայց խաղի ընթացքում հեշտացավ ամեն ինչ ավելի։ Այսինքն, երբ հասնում ես ուզածիդ, որքան էլ որ ճանապարհը դժվար լինի, պատրաստ ես էլի անցնելու։ Դե հա, նույն օրինակ մամայի համար էլ, իմ հաղթանակի համար էլ, սկզբում մտածում ես, հո, ասենք, այսքան շաքար եւ խմոր չեմ ուտելու, այսքան իմ կյանքը վերածվի եսի միջի, բայց իրականում որ այդ սկսում ես անել, հեշտ լինում է։ Շատ բարի ու մի վերջին ուղերձ, չգիտեմ, ինչ որ բան ասա այն մարդկանց, ովքեր օրինակ որոշում են իրենց կենսակերպն առողջացնել, մեկը որոշում է շարժվել, մեկը որոշում է շաքար չուտել, մեկը ուրիշ ինչ որ բան, ինչ անեն, ինչից սկսեն։ Եթե օրինակ վախենում են կամ մտածում են, որ իրենց մոտ չի ստացվի։ Ձեր մեջ ոնց որ այդ ուժեղի հոգեվիճակը արթնացրեք եւ ասեք ես կարող եմ եւ օր մեկը այդքան է հեշտ չի լինի, բայց արդեն օր երկուսից ամեն ինչ ավելի կհեշտանա մինչև ձեր ուզած օրը։ Ահա, ու ի վերջո կհասնեք հաղթանակի, ինչպես այսօր Ավետը հասավ, շնորհակալ եմ։ Տեսնում եք, անգամ 9.5 տարեկանում, երբ ունես նպատակ, երբ որոշում ես, որ պետք է գնաս ու պետք է հաղթես, որքան էլ որ ճանապարհը դժվար լինի, որքան էլ որ հույզերը խառը լինեն, միևնույն է գնում ես ու հաղթում ես։ Ու կենսակերպի առողջացման հարցում եւս այդպես է։ Եթե որոշել եք ինչ-որ բան անել, եթե որոշել եք ավելի լավ կյանքով ապրել, հանուն ավելի շատ կենսաուժի, ավելի շատ էներգիայի եւ լավ ինքնազգացողության, անպայման սկսեք։ Ինչպես Ավետն ասաց, օր մեկը մի քիչ դժվար կլինի, օր երկուսը եւս էլի մի քիչ դժվար կլինի, առաջին 21 օրերը հեշտ չեն լինի, բայց հետո հաստատ ճանապարհը շատ ավելի հարթ է լինելու։ Ասեմ, որ նախորդին օրերի ընթացքում Ավետի համար բավականաչափ դժվար օրեր էին, նա պայքարեց ու այսօր արդեն Տիգրան Պետրոսյանի անվան միջազգային շախմատի փառատոնի մինչև 10 տարեկանների չեմպիոնն է, հաղթողն է, բացարձակ առաջատարն է, ինչի համար թե նա է երջանիկ, թե մենք ենք ողջ ընտանիքով երջանիկ, ու ես նայելով նրան հասկանում եմ, որ այո, եթե ուզում ես, ապա կարող ես։ Եթե ուզում եք ինչ-որ բան, ապա սկսեք այսօր ու գնացեք առաջ առանց հետ նայելու։ Հետ նայելուց էլ նայեք ու տեսեք, թե որքան ճանապարհ եք անցել ու շատ ավելի ոգևորված շարունակեք ձեր հաղթանակի ճանապարհը։ Հաղթանակը վստահաբար շատ քաղցր է ու արժի նրա համար պայքարել։ Էնպես որ առողջացրեք ձեր կենսակերպը։ Առողջ ապրել ինքնախնամք է Խաղաղ ապրելը բարեկեցություն Միտքդ բաց պահիր ապրիր սիրո մեջ Հոգ տար քո մասին